Պարոն Գրիգորյան, դուք չեք պատրաստվում ներողություն խնդրեք Սամվել Կարապետյանից, ասել եք 8 անգամ ներողություն կխնդրեմ, եթե բացատրվի նա ոչ, չէ, դուք եք ասել 8 անգամ ներողություն կխնդրեմ Սամվել Կարապետյան։ Չեմ ասել եւ ձեզ մեկ էլ եմ մի անգամ էլ եմ ասել արծից նավթալինի հոտա գալիս, էլ չեմ պատասխանի, որովհետեւ դուք ուզում եք վերնագիր։ Ես մեկ անգամ ասել եմ հենց ձեզ, հենց ձեր լրատվականն եմ ասել այդ մասին եւ ինչ վերաբերվում է Կալուգայի Սամոյի այդ մասին, որ իրանց գովքն եք անում դուք որպես լրագրող, ես տեսել եմ ձեր վերնագրերը եւ տեսել եմ ձեր վերնագրերը, որպես որը օբյեկտիվ չի ըստ էության։ Ասեք ներողություն կխնդրեմ, ներողություն խնդրելու բան չեք ասել։ Բան չեմ ասել։ Ես Սամվել Կարապետյանի անունը տվել եմ, թե չէ։ Հիմա հա դու ուզում եք վերադառնալ այն ասել, ես ձեզ պատասխանել եմ, չեք նայել, չեմ ասել։ Չեմ ասել։ Ես ասել եմ ներողություն կգամ, չեմ ասել ներողություն կգամ Սամվել Կարապետյանից կամ չեմ ասել դե տեսեք այդ նորից մտնում եք դա չեմ ասել։ Չեք պարզաբանել, դուք ասել դուք ընդունել եք, որ դուք ասել եք, այո, ես ներողություն կխնդրեմ, եթե պարզվի, որ նա բարեգործություն է արել։ Նա բարեգործություն արել, այդ որ ջիլի դպրոցի պատը ճաքած էր, իրանց ֆիրմաներ շահել, անում էր որ բլեր երեխեքի գլխին, այդ էր բարեգործություն, այդ դրա մասին խոսեք, չեք խոսի, դա ընդ որում լրատվականն է ասել, ես չեմ ասում, լրատվականն է պարզել, մոտապես 5 դպրոց Գեղարքունիքի մարզում միայն 5 Գեղարքունիքի մարզում 5 դպրոց, որ իրենք են շահել եւ գործ եղել է թերություններով։ Ուզել են փող գողանան, երևի որ բարեգործության տակ կոսկեն, ինչի մասն է խոսքը։ Մի քիչ էլ Տիգրան Արձականյանից խոսեք, ինքն էլ էր բարեգործություն անում դպրոցի երեխեքին պայուսակներ բաժանում, ինչը որ այս տարի նոր ընտրությունների ընթരാճ իրանք այն տները, որ նրանք կառուցել են, երբ որ սոտքի հատվածում։ Տեսեք, ես դրա համար հրավիրել եմ բանավեճի եւ հիմա էլ եմ հրավիրում բանավեճի Նարեկ Կարապետյանին եւ ասելիք ունեմ եւ այնտեղի շինարարների մասով ասելիք ունեմ եւ բազմաթիվ ասելիքներ ունեմ։